Աստվածը մեր ոտքերը առաջնորդելա մի վայր, որտեղ իր խոսքի համաձայն Տեր Հիսուս ներկայա։ Սրտանց ասենք, փառք ես Տեր Հիսուս։ Եղբայրներ, քույրեր, մինչև խոսքին անցնելը մի բան եմ ուզում անկեղծ ասեմ։ Հոգևոր ծառայության բերումով տարբեր տեղեր ենք լինում, թե ռայոններում, թե տարածքներում, եւ հետաքրքիր է, որ մոտենում են քույրեր, ասում են, գիտես եղբայր, այս առողջական պրոբլեմը ունեմ, ինչ դեղորայք խորհուրդ կտաս, հետո եղբայրներ են մոտենում, ասում են, եղբայրս ինչ խորհուրդ կտաս, այս պրոբլեմը ունեմ, այսօր որոշեցի, որ դեղորայք եմ ասելու, դեղորայք, բայց այդ դեղորայքը չեք կարա ոչ մի դեղատնից առնեք, դեղորայք եմ ասելու, որի համար գումար չեք ծախսելու, պատրաստ եք թուղթ ու գրիչը, պատրաստ եք, այդ դեղորայքը հավիտենական է, այդ դեղորայքը աստվածաշնչյան է, այդ դեղորայքը կապ չունի ինչ ցավով եմ ես եւ դու տառապում, այդ դեղորայքը կարողանում է բժշկել բոլոր տեսակ հիվանդությունները, թե նյարդային, թե հոդային, թե ողնաշարային, գրում եք, վերցրիք թուղթ ու գրիչը, եկեք հիմա տեսնենք ինչ է ասում Տիրոջը խոսքը մեզ, ես դիտավորյալ տենց ասեցի, որ տպավորվի մեր մեջ, Եսայի մարգարեություն 55-րդ գլուխ 10-րդ խոսք, գրեք ձեր մոտ նշեք, ովքեր նշում են, վասնզի ինչպես անձրևը ու ձյունը, երկնքեն կիչնեն ու հոն չդառնար, հապա երկիրը կոռոքե ու զանիկա պտղաբեր եւ արգասավոր կնե, ցանողին հունդ ու տողին հաց կտա, իմ բերնես ելած խոսքնալ այնպես պիտի լա, իմ բերնես ելած ինչը եղբայրներ քույրեր, իմ բերնես ելած խոսքնալ այնպես պիտի լա, ինձի պարապ պիտի չդառնա, դավանենք մեր ներսում, թե չէ, այո, պարապ պիտի չդառնա, այսօրվա օրը կարա իմ եւ քո կյանքի մեջ պատմական օր լինի, հաղթական օր լինի, բժշկության օր լինի, ինձի պարապ պիտի չդառնա, հապա իմ կամքս պիտի կատարե ու հաջողությամբ ի գործ դնե այն բանը, որու համար զանիկա ղրկեցի, փառք Տիրոջը, եղբայրներ քույրեր, ավետարանի խոսքը կարողանում է մահացածին կենթանացնել, ավետարանի խոսքը կարում է խավարը լույսի փոխել, ես եւ դու մեր չափով համոզվել ենք, որ այդ խոսքը ունի զորություն արարելու երկինք ու երկիր, զուգահեռ համար եմ կարդում, որ գրված է Ամովսյա մարգարեության մեջ եւ վերջում ամփոփելով պետքա տեսնենք դրա կարեւորությունը այսօր ես զգում եմ թե ոչ իմ հոգեվոր կյանքի ընթացքում Ամովսյա 8-րդ գլխից եմ կարդալու 11 համարը շատ լսված համար, բայց ոնց որ թե մեզի անհանգստություն ա տալիս Ահա օրեր կգան, կսե Տեր Եհովան, եղբայրներ քույրեր, 8-11-ից եմ կարդում, օրեր կգան, կսե Տեր Եհովան, որ երկրի վրա սովը պիտի ղրկեմ, ոչ թե հացի սով, ոչ թե ջրի ծարավ, այսինքը սով կա, որը հացի չի, ծարավ կա, որը ջրի չի, տեսնենք ինչ է հուշում Տիրոջը խոսքը, հապա Տիրոջը խոսքը լսելու սով պետքա լինի, ու մեկ ծովեն մինչև մյուս ծովը, հյուսիսեն մինչև արևելք պիտի թափառեն, Տիրոջը խոսքը փնտրելու համար, հոն պիտի պտտեն, բայց պիտի չգտնեն, եղբայրներ քույրեր, մի հատ միջանկյալ բան ասեմ մյուս համարը կկարդամ, մենք տաճար ենք Սուրբ Հոգու համար, թե ոչ, այդպես գրված ավետարանի մեջ, եւ այդ տաճարը կարող է լեցվել երկու տեսակ բաներով, երրորդը չկա, կարող է լեցվել հոգևոր բաներով եւ կարող է լեցվել, հուշեք ինձ, մարմնավոր բաներով, հնարավոր է թե ոչ, հիմա մենք տաճար լինելով Տիրոջը համար, շատ կարևոր է, որ իմ եւ քո ներսը ամեն օր ավետարանի խոսքը լեցվի,
մի հատ զուգահեռ մեջբերում եմ ուզում անեմ բանավոր, Իսրայելը անապատի մեջ գնում է, և Աստված նրան կերակրում է հացով, բայց ոչ երկրավոր հացով, հապա որտեղի հացն էր դա, երկնային հաց էր, դա մանանա էր, որ երկնքից իջնում էր, եղբայրներ քույրեր, հիմա կարևոր միտք եմ ուզում ասեմ, մտածելու խորհելի տեղիք տա ինձ և քեզ, պատվեր Աստծուց սա էր, մանանան պիտի հավաքեին քանի օրը մեկ, եղբայրներ քույրեր, ամեն օր պիտի հավաքեին, սա խորհուրդ ունի իր մեջ թե ոչ, իսկ եթե 2 օրվա, 3 օրվա մարդեձևի բնույթ ունի, հավաքեր, հաջորդ օր այդ մանանան կարող էր ուտել, որովհետև ինչ էր լինում, փչանում էր, միայն չէր փչանում, եղբայրներ քույրեր, որդնում էր, եկեք սա ընդունենք որպես խորհուրդ, այսօր իմ տաճարը պետք է ամեն օր լեցվի ավետարանի խոսքով, ես ամեն եմ ասում, համաձայնվենք թե ոչ, որոշում կայացրա իմ նստածը տեղը, թե չէ օգուտ չի լինի, թե չէ կլսենք Աստծո խոսք, հավանություն կտանք, գլխով էլ կասենք այո, բայց դա տեղ չի գտնի իմ և քո կյանքի մեջ, և բժշկություն չի լինի, և օգուտ չի լինի, եղբայրներ քույրեր, կարդում եմ մյուս համարը, որ գրված է Հռոմայեցիս 1:16 համարը պիտի կարդամ, տեսնենք ինչ է հորդորում Պողոս առաքյալը Սուրբ Հոգով լեցված, Հռոմայեցիս 1:16 խոսք, վասնզի ես ամոթ չեմ սեպեր ավետարանը, քանզի Աստծո զորությունն է այն բոլոր հավատացյալներուն փրկության համար, ավետարանը Աստծո ինչն է, եղբայրներ քույրեր, կարդացինք, Աստծո զորությունն է, իսկ այդ խոսքը, որ բնակվի իմ և քո ներսը, զորությունով կներգործի թե չէ, սա բժշկարար դեղորայք է թե չէ, որը ձրի պիտի առնենք, ասեց եկեք, և ձրի ծախու առեք, ձրի, տոնի վերջի օրը Տեր Հիսուս կանգնած է, և աղաղակում է, բոլորդ եկեք և խմեք, այդ ձև ասեց, ոչ, ասեց, ով որ ինչ է, եղբայրներ քույրեր, ծարավ է, փափագի Տիրոջը խոսքին, չգիտեմ քո կյանքում այդ ձևի բան եղել է թե ոչ, ինչքան կարդում ես, այնքան ուզում ես կարդաս, կարող է շատերի սրտից ասեցի, ոնց որ չհագենաս, ոնց որ ջրի նման լեցվի, ինչի, որովհետև իմ և քո հոգին սնուցանվում է միայն ավետարանի խոսքով,